Մայիսի 8-ին երկրապահի օրվա առթիվ Երկրապահ կամավորականների միության վարչությունում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Երկրապահական ընտանիքը վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեց ԵԿՄ վարչության շենքում տեղադրված սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։ Այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեց թե արքայություն քո, եղեցին կամք քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր անապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտից մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտապանած, եւ մի տանիր մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Պարոն Միքայելյան, 92-ին մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, քան վերջին տարիներին, բայց կարողացանք Արցախը ազատագրել, Շուշին ազատագրել, որն է այդ հաղթանակի համախմբվածությունը եւ Վազգեն Սարգսյանը։ Այն ժամանակ գիտեք տարբեր հավատքի, տարբեր կուսակցության, տարբեր ջոկատներ կային, որ անատներ կային, որ ջոկատներին սարքելած համար սպարապետը կարողացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ մենք տարանք հաղթանակ եւ բանակի բանի երկրապահի հիմքի վրա ձևավորվեց բանակը։ Իսկ ներկա պահն երկրապահը ես կոչ եմ անում հայ ժողովրդին, որ համախմբենք ժողովուրդ։ Այսօր դեռ մենք ճանապարհ ունենք հասնելու, այսօրվա թե
վերցնենք խոշոր տիրությունների վերադասավորումը հատկապես մեր տարածաշրջանում, հետագայում չգիտես ինչ անելու, դրա համար մեր ժողովրդին համախմբվածությունն է պետք, բոլորն ասում են ինչ անում երկրապահ առաջնագծումը 20 թվականից մինչև այսօր մեծ թվականակով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, օրենքինս ես, Սուրբ Եղեցի անունքո, եկեցի անկայությունքո, եկեցի կամքո, որպես երկինս եպերի։ Այսօրը Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցիներում մատուցվում է պատարագ օրվա խորհրդով։ ԵԿՄ վարչության բակի Սուրբ Ղևոնդ Երեց եկեղեցում եւս այսօր տեղի ունեցավ օրհնության կարգ։ Անչափ բարերար կամքով օրհնիր այժմ այս պատանի երկրապահներին, առաջնորդելով նրանց բարի գործերի եւ առաքինասեր վարքի, որպեսզի միշտ փառավորեն քեզ, Որդու եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Մեկնարկեց հանդիսավոր նիստը։ Ելույթի խոսքով հանդես եկավ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Վերջինս ներկայացրեց Երկրապահ կամավորականների միության գործունեության մանրամասները, կարևորեց ԵԿՄ գումարտակների մարտական հերթապահության գործընթացը, խոսեց պատանի Երկրապահ ակումբի գործունեության մասին։ Ներկայացրեց ամփոփ հաշվետվություն։ Ես քննեի, որ ոչ մեկ էս չուսահատվի, մենք մեզանով պիտի թույնավորենք մեր ժողովրդին, որ կարողանան համախմբել։ Մեր հաղթանակները պատմականորեն միշտ եղել են մեր ազգի համախմբվածության արդյունքում եւ մենք պարտավոր ենք ամեն մեկս մի մարդու բացատրի հասկացնի իրավիճակի լրջությունը մեծ գործ արած կլինի։ Շնորհավոր Տեր ջան, խոնարհում եմ բոլորիդ առաջ։ Օրվա արդիվ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի հրամանով ԵԿՄ հուշամեդալներով, պատվոգրերով եւ պարգևներով պարգևատրվել են մի խումբ երկրապահներ, Երկրապահ կամավորականների միությանն աջակցած անհատներ եւ կազմակերպություններ, զինվորականներ, պատանի երկրապահներ։ Հանդիսավոր նիստի ավարտին վարչության բակում տեղի ունեցավ մրցաշար պատանի երկրապահների միջև, կրակային եւ ինքնաձիգի ոչ լրիվ քանդում հավաքում։ Զուգահեռ պատանի երկրապահ նվագախումբը հանդես եկավ գեղեցիկ համերգային կատարումով, Գյումրու վաշտը ցուցադրական ելույթով։
օրվա կապակցությամբ, այս առիթի կապակցությամբ ես շնորհակալություն եմ հայտնում այդ բարձր պատրաստականության համար եւ հույսով եմ, որ ձեզանից մեծամասնությունը համալրի մեր հայոց բանակը եւ կդառնան բանակի սպաներ, գեներալներ։ Տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն։ Գրակային մրցույթում երրորդ տեղ գրավեցին Պատանի երկրապահակումբի Արմավիրի եւ Արարատի վաշտերը։ Երկրորդ տեղում Կոտայքի վաշտն էր, առաջին տեղում Լոռու վաշտը։ Ինքնաձիգի ոչ լրիվ քանդում հավաքում մրցույթում երրորդ տեղը գրավեց Սյունիքի, երկրորդ տեղը Լոռու վաշտը, առաջին տեղում Կոտայքի վաշտն էր։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության։ Պատվոգրով պարգևատրվեցին նաև Պատանի երկրապահ Գյումրու վաշտը ցուցադրական ելույթի համար, Պատանի երկրապահ նվագախումբը համերգային կատարումների համար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։